Սահուն քայլերով աննշմար, որպես քնքուշ մութի թև, մի ստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով։ Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով։ Արցակ դաշտերի ամայության մեջ նամեղ շշնջաց, կարծես թե սիրո քնքուշ խոսք ասացն իր հող դաշտերին։ Ծաղիկների մեջ այդ անուրջ գույցի շշուկը մնաց, և ծաղիկներն այդ նուրբ շշուկով իմ սիրտը լցրին։ Փետրվարի 9-ին հայ մեծ բանաստեղծ քնարերգու քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան օրն է, օր, որն ամբողջ հայ պոեզիայի մեջ ազդարարեց մեծն պոետի ծնունդը, մեծ ատառով գրվեց Գանձա գյուղի անունը։ Փետրվարյան այսօրը նշվեց նաև Նինո Ծմինդայում մեծ շուքով։ Երեկոն է հիմա, մեղմալույս և տխուր և անուր, քեզ երբեք սիրտս չի մոռանա, իմ մաքուր առաջին իմ անուր։ Հայրենիքին, երիտասարդներին, հայրենի տանը, մորը, բնությանը, տարվա բոլոր եղանակների մասին նա ունի գեղեցիկ ողջույն բանաստեղծություններ, ունի բանաստեղծություններ օրվա տարբեր ժամերի մասին, որոնք այնքան գեղեցիկ են եւ դուք լսեք, կտեսնեք, թե ինչքան գեղեցիկ է նա նկարագրել օրվա տարբեր ժամերը։ Մի ուրիշ լույս է ցանում, մեղմ ու անուշ մեզ համար, ես եմ, դու ես, ես ու դու, գիշերում այս ջութակալ մենք մենակ ենք, ես ու դու, ես եմ, դու եմ, ես չկամ։ Վահան Տերյանը իր գրականությամբ դարձավ հայոց գրական ժառանգության անբաժանելի մասը, համախմբելով Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Նարեկացու այն ժառանգը, որ տարիներով հավաքվելով, կուտակելով հաջորդը ունեցավ մի ամբողջ գրականության, որ կարելի ասել նույն հարթակի վրա, ինչպես եւ յուրաքանչյուր համաշխարհային գրականությունը։ Եվ դա կրկին որ 20-րդ դարում մեր պոետները, մեր հանճարեղ պոետները, սկսած Թումանյանով, Տերյանով, Չարենցով, Սահյանով, Սևակով, Իսահակյանով, դեռ ասենք դեռ ներփակված չի։ Մենք սպասում ենք, որ կլինեն նոր պոետներ, որ դառնան նրանց հետևորդները, բայց որ նրանք թողել են մեզ համար մեծ ժառանգ, որ մենք կարողանանք խոսել, երգել, արտասանել, կարդալ, գեղեցիկ ընդունելի այս բոլորը, դա մեզ համար մեծ հպարտություն է։ Եվ կարևոր հպարտությունը, որ Վահան Տերյանը հենց մերն է, մեր գանձային, մեր ջավախին, մեր աշխարհին, եւ դա մեր երեխաների համար մեծ պարտականություն չէ, քանի որ այդ պարտականությունը ամբողջ հայ ժողովրդի վրա է, որ լսենք, կարդանք։ Եվ անցած տարի այսօր, երբ մենք հայտարարեցինք Տերյանի մշակութային տարին եւ այն գեղեցիկ անցկացնելով եւ այսօր ավարտելով այդ մշակութային տարին, ծնված օրից մինչև ծնված օրը, պետք է ասել, որ եւ տարիներ գեղեցիկ Տերյանի համար եւ մեր ժողովուրդը գեղեցիկ անցկացեց եւ յուրաքանչյուր հաստատության մեջ, երբ մենք անցկացնում ենք Տերյանական ինչ-որ միջոցառում, դա մեզ համար սրտատրոփ աշխատանք էր։ Մենք սպասում էինք, մենք լսում էինք, մենք երգում էինք Եվ այսօրը ես չեմ ասել, որ մենք արդեն փակեցինք Տերյանական տարին։ Մենք դեռ շարունակենք լսել Տերյան, որտեղ այնքան գեղեցիկ, այնքան այդ երևույթով մեծ բանաստեղծական շարքերով, մեծ սիրով, կարոտով, թախիցով լցված օտանավորներ մենք դեռ երբեք ոչ մի սերնդով չենք դատարի լսելու։ Անցնում եմ Արագեստեր փողոցով եւ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։ Ձեր դրան առաջ կանգնում եմ։ Գուցե դու հանկարծ պատահման դուրս գաս, կարոտս գուցե դու հանկարծ գաս և հասկանաս իմ հուզումը նկար, սակայն ուզում եմ, որ ինչ տեսնես, չգիտես ինչու ձեր զանգն եմ տալիս, փախչում և հեռանալիս փարաբանում եմ, որ ներքում եմ քեզ։ Միջոցառումը կազմակերպվել էր Նինո Ծմինդայի քաղաքապետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության ծառայությունը քաղաքի կենտրոնական գրադարանի ընթերցասեր հասարակության հետ համատեղ։ Հնչեցին բանաստեղծի ստեղծագործությունները։
Сегодняшнее мероприятие организовано отделом образования, культуры и памятников мэрии Ниносминского муниципалитета вместе с главной библиотекой Ниносминского муниципалитета. Оно посвящено дню рождения великого армянского поэта Вагана Сукясовича Тер-Григоряна, родившегося 9 февраля 1885 года в Джавахете, в селе Ганза Ниносминского муниципалитета. Участниками мероприятия были ученики номер 1 армянской средней школы и номер 3 армянской средней школы. Участники представили песни, стихотворения и танцы, посвященные дню рождения Вагана Сукясовича Тер-Григоряна. И в заключительной части мероприятия, как приятное дополнение к сегодняшнему событию, ученики получили подарки от имени мэрии Նինոսմինսկого մունիցիպալիտետը։ Միջոցառման ավարտին մասնակիցներին որպես երախտիկի նշան հանձնվեցին նվերներ քաղաքապետարանի կողմից։ Չի հասկանա ձեր հոգին եւ սուրբ եւ օտար։ Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամենքար։ Եգիպտական բուրգերը փոշի կդառնա։ Արևի պես երկիրը կվարվես վարման։ Որպես փյունիկ կրակից կեննես նոր գեղեցկությամբ ու փառքով, վար ու լուսավոր։ Արյած սիրտ, ել հավատով տոկում, կանգնի հպարտ, որպես լույս լեռն է մեր